Ժողովուրդ ջան, նայեք, բոլոր ընտրություններին ինչ որ Փաշինյանն եկել է իշխանության ժողովրդի կամոք, ժողովրդի կվեով, ժողովրդի ցանկությամբ լայվ չունե այսօր։ Փոշմանել էի, հանել էի, եթերս զբաղված եմ, հույժ ունեմ մի խոսքով։ Ժողովուրդ ջան, բոլորը ինչ ջանքեր ասես թափում են։ Նայի, արցախցիներին ասում է, ինքը լուրերի ժամանակ, բանի ժամանակ, ընտրության բանա, տակից աշխատող է, էլի սենց ասում է, արցախցիներին դու բան տվել ես, բենզինի չեք տվել ես, ուրեմն սիրելի արցախցիներ, այսօր որ թափառական քոչվորի պես ընկել է քուչեկը, այ նախկին իշխանությունների բարձր հովանի ներկո եք ընկել։ Այսօր որ անտուն անտեր բնավեր եք եղել ու էլի ձեզ օգնության ձեռք ամեկնեմ ու որպես մարդ հաշվի առնեմ, դա այս իշխանությունն է, դա այս ղեկավարներն են։ Բայց երբ որ նայում եմ ձեզ, ձեր մտածելակերպը, ձեր արածները, ուղղակիորեն հասկանում եմ, որ դուք չգնահատող մի հատ տեսակ եք, դուք մի հատ խայտառակություն եք։ Ձեզ դարերի վեր օգտագործել են թե մեզ, թե ձեզ Հայաստանի Հանրապետությունը քանդել են, ավիրել, ապականել, տեղը Արցախ են կերտել։ Արցախը կերտելուց, վերանորոգելուց, զարգացնելուց, շենացնելուց հետո այդ Արցախը կոսպեկտավորված ձևով, պատնոստով, ոնց որ զանգում են, ասում են արցախցիներին բենզինի չեք տվեք, այդ այնց է զանգել են Ալիևին, Պուտինին, ասել են Արցախը պատրաստ է, գրավեք, գրավեցին մեր երեխեքի այրան գնով, դուք մեր ջանին բեռ եք, բեռ, որ մեր արածը չեք գնահատում, բեռ եք գիտես ինչի համար, որ դուք եկել եք մեր հողու ջրի մեջ, մենք ձեզ պահում ենք, պայպայում ենք, բայց միևնույն պահին դուք ձեր սնուցող, ձեզ փրկող, ձեզ տուն ու տանիք տվող, ձեզ օթևան տվող ձեռքը թողած անցնում եք ձեր այն ձեռքին եք օգնության ձեռք մեկնում, ով որ քանդեց, ավիրեց, ապականեց ձեզ ու սարքեց բնավեր, ինչ եմ ուզում ասացել եմ։ Հայաստանի Հանրապետությունում ինչքան էլ ընտրությունները խեղաթուր եք, ձեզ բռնում են տակից, վրից, զապիսներով, ամեն ձևի, այնքան ուզում եք ռուսամետ շներով Ռուսաստանից 8000 հայ, 80,000 հայի հետ պայմանագիր կապեք, բերեք Հայաստան, որ Հայաստանից Ռուսաստանի հայերի 90%-ը բացարձակ տեղյակ չեն ընդեղ ծվարած, այսօր հանկարծ գալիս են Հայաստանը փրկելու, միևնույնն է դուք իշխանության չեք գալու, միևնույնն է դուք ոչ մի բանի չեք հասնելու, գողի բոզի օրը 40 օր է ընդհանրապես երկրագնդի վրա Հայաստանում, բայց ձեր մոտ տևել է 36 տարի, բայց էդի մինչև Փաշինյանի ղեկավարման տարիները, բայց 18 թվից մինչև առեսօր գողի ու բոզի օրը 40 րոպե չի տևում, ուր մնաց 40 տարի տևի կամ 40 օր, դուք իշխանության չեք գալու, ինչ քայլեր ձեռնարկում եք, ժողովուրդ ջան, աշտարակում են, ինչքան գիտեմ, արցախցիներին հավաքում են, տանում են մի հատ ռեստորան կա, այդ ռեստորանում չգիտեմ ինչ ժողովներ են անում։ Ժողովուրդ ջան, պետք ինձ գրում եք, ասում եք Ռուստամ ջան, ընտրությունը սենց ժողովուրդ ընտրությունը դա ժողովրդի քվեն է, որը հասանելի է դառնալու ժողովրդի սրդի ղեկավարին, ժողովրդի սրդի վարչապետին, դա միակն ալնելու ժողովուրդ ջան։ Ոչ մի բանի մասին մի անհանգստացեք։ Սրանք պալիտ են ելնում, որ երեխեքը պաղկվոցի են խաղում, մի րոպեում բռնվում են, որ ասում թու ես կթաթ քեցի, պարայա բացում եմ, սրանց մոտ է վիճակն է, սրանք մահացած էտապ են, սրանք ռեյտինգ ասված բանը չունեն, հասկացեք, անգամ փորձ չունեն, ցանկացած ժողովրդի կանգնում են, կաշառում են, քարոզում են, այն չկայացած հավատացյալներ են ելնում, որ իրանց համար թվում է այն ավելի շատ ոչ թե հավատացյալներ, թողիզներ են հավատացյալներ, աղանդավոր մարդիկ, թողիզներ են, այն որ մարդուն սարքում են ալկաշ, պլանկաշ, նարկոտիկ են տանում են խաղալու բան, այսպես, սրանք էլ են սենց, այս ժանագին մահացած համակարգ են սրանք ժողովուրդ, սրանք ինչ քակուտում են անգրագետ ձևով, գյուղերից, քաղաքներից, շրջաններից, բռնում են անգրագետ նախկին գողու գողականների, իբր թե գողու գողականների առաջը ոտերի տակ պլստացած նարկոշների տանում են դնում են ավականիների թեկնածու, տանում են դնում են գրասենյակներում չգիտեմ ինչ շտաբի պետեր թեկնածուներ, որ իբր թե պետք ընտրությունը հաղթեն, ձեզով անտրելու, դուք հենց մի բանից բենզինի կաշառք եք բաժանում, դուք խայտառակություն եք, դուք կաշառք ենքան բաժանեցիք 40 տարի, 36 տարի իշխանություն գալու համար, որ Հայաստանում բաժանելու բան չմնաց, բայց ձեզ աթոռի գամածների երեխեքը այսօր Ռուսաստանում դեբլաֆորմի հասունացած գալիս են Հայաստան, իրանց նման անլվաներին քվատնող տվողների կնանոնցումերերին բավարարեն, երբ որ ասում են Ռուստամ մի ասա, քեզ կվնասեն, թքած ունեմ, ասել եմ, դուք խայտառակություն եք, դուք կաշառակեր համակարգ եք, դուք այտենց էլ կաշառեցիք Ալիևին, այտենց էլ կաշառեցիք Պուտինին, կաշառքի դիմաց տվեցիք մեր անմեղ երեխեքին, հասկացեք, մեր մեջից կան մարդիկ ոչ թե անգրագետ են, այլան փորձ են քաղաքականության մեջ, քաղաքականությունը նախ եւ առաջ, եթե քաղաքականության մեջ կա, երկրում կա քաղաքականություն եւ կա հակառակորդ թիմ, որի անունն անդիմադիր, դա համարվում է կամ դաշնակ, դա համարվում է ի վերուսծնված պոռնիկություն, ոչ թե քաղաքականություն, այս պոռնիկության մեջ
քո ներդրումը պետք է ունենաս հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես եւ նաեւ շատ գրագետ ձևով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ել երբեք ու երբեք չխեղաթուրվի։ Հանգարց ու հանգարց Հայաստանի Հանրապետությունը չպլստա ու չընկնի նախքին թալանչիների ձեռը, որ ներկա պային արդեն իսկ նրանք ոչ թե թալանչի հանդես կգան, այլ հայ ազգին հոշոտող համակարգ։ Ժողովուրդ ջան, զգոն եղեք, գրագետ ձևով մոդեցեք այդ ամեն ինչին։ Նայում ես խայտարակությունը, լավն ուժելի չկարեցան ցուստան օրերից մի օր, որ ընտրությունների ժամանակ ինչ որ մեկին ԿՊ-ից մեկը կաշարկա բաժանը։ Չկա ԿՊ-ի մտես բան։ Այդքան խեղաթուրեցիք Էջմիածնի ընտրությունները, այդքան բենզինի չեկեր բաժանեցիք, ձեր մամաներին, պապաներին քարերի վրա նկարները ապա մոնտաժեցիք, տեղը գրեցիք լուսահոգի Լուսինե, բերեցիք ընտրա շտաբում բանը, գրանցեցիք ձեր մարզումա, ռայոնումա, գրողի ծոցումա, ցուցակի մեջ ձեր սատկած օրնումոր նկարը կպցրիք պատին, դրա մերելներն էլ կարճ կոնկրետ ձեզ ընտրեցին, բայց ձեզ ժողովուրդը ոչ ընտրեց, ոչ էլ կառավարական դաշտում տեղ տվեց կամ էլ փնտրեց, կամ էլ նկատեց։ Ինչ եմ ուզում ասած լինեմ, խայտարակություն է, խեղաթուրված խայտարակություն Հայաստանի Հանրապետությունում։ Բոլոր այն կառույցները, ով որ հանդես կգան իշխանամետ կառույցներ, հեղափոխություն անող կառույցներ, նրանք Հայաստանը, կառուցած Հայաստանը ապականող, խայտարակող, խեղաթուրող, ռուսին վանող, ռուսին նվիրաբերող, ռուսին Հայաստան քաշտվող, Հայաստանի ամբողջ ենթակառուցվածքները գույք պարտքի դիմաց նվիրող ղախպեկ են, ոչ թե Հայաստանը փրկող ինչ որ իշխանություններ։ Չկա նման բան, 80,000 մարդ են բերում Հայաստան։ Այդ մարդը գերեվիսկի Հայաստանի տեղը չգիտեմ, ոչ էլ հայերեն բառ ունեն։ Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, դուք ինձ գրում եք, ասում եք, այսքան մարդ են բերում։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունն այդքան անգրագետ չի։ Դրանք տգետների համակարգ են։ Տգետների համակարգ։ Դրանք ոչ մի բան չեն կարող նալու անեն, մեռնեմ ձեզ։ Դրանք ուժասպառելած էտապ են, հասկացեք, ոնց կարա իշխանությունը ղեկավարող երկիրը ղեկավարող իշխանությունը, հակառակն ասեցի կներեք, թողի լավ իմանալով, որ ինքը եթե իշխանությունից զրկվի, իրան ու իր ժողովրդի 99% հոշոտվելու է նախկին գազանների ձեռքով։ Նա ոնց կարա այդ աթոռը, այդ իշխանության այդ ամենակարևոր օղակը, լծակները իօքուտ ժողովրդի, իօքուտ հայրենասիրական իր քայլի պահվածքի չօգտագործի ընենց, որ ընկնի ոնց որ մեր հարազատ եզդի բնակիչներս ոչխարը որ տանում են սարը, դեմից այդում են հազարած շուն, հետևից հազարած շուն, նոր հոտնա այդում։ Հիմա ոնց կարա այս ժողովրդին, այս Աստծո տված ժողովրդին թողի այդ ոչխարի հոտին, այս պետությունը, այս կառավարությունը չի կարա նման բան անի, չի անի նա ժողովրդի հանդեպ այդպես բան։ Ուշքի եկեք ժողովուրդ ջան։ Չկա նման բան, մի անհանգստացեք։ Սրանք գիտեմ որ սուտ պանիկայա մորքուր ջան, հազարավոր մարդիկ են գրեմ, սրանք ուղարկի պանիկյորներ են, չկայացած, ասում եմ Սամվել Կարապետյանի աղբոր որդին, այդ ոչխարի մորթին հակած ապորինի որդին գնացել է կանգնել, այն մեր ապուպապի կոլխոզի վախտով քանդած գյուղերի մի հատ անասնագոմում, փաստորեն այդ գոմի պատմությունն էլ հասկացա, իրանք ընտանիքով ի վեր Գերդաստանով այդ գոմից էին արմատ առել ու արմատների դալար ճղերը թողել են Ռուսաստանի Դաշնությունում հասունանա, որովհետև Հայաստանում եթե լինեին կգնային բանակ։ Մի խոսքով գնացել էր կայնել այդ ֆերմայում այդ հորթը, գնացել էր կայնել այդ ֆերմայում ու կոչ էր անում, որ այս բոլոր անասնագոմերը, կարի արտելները, գործարանները պետք է աշխատեն։ Ու միակ ներդրումը, որ Սամվել Կարապետյանը այս 2-3 ամսվա մեջ արել է Հայաստանում, այդ ֆերման է, որ ներդրումը արել։ Իր ընտանիքից մի մոզի կապել է այդ գոմում։ Հիմա մի հատ էլ որցը պետք է տանի կապի, որ որոշեն, կարան շենացնեն, բազմացնեն, թե ոչ։ Սրանք այս տեսակ են հանդես գալի ժողովրդին, կաշառելով։ Սրանք ձեր ժողովուրդը չեն, սրանք մի մեշոկ ալուրով ընտրություն անող ժողովուրդ չեն, այդ ժողովուրդը իր հոգնած կոպերը բաց արել, այդ ժողովուրդը ազատ խոսքի իրավունք հաստացե, անգրագետների, տհասների, ինչ ասեմ, հայվանների տեղատարապ, անցել այդ դարաշրջանը, անցել մի մեշոկ պերվի ալուրով, 10 կիլո էլ վիշիով, ընտրության գալ, անցել 25,000 դրամով, սերտիֆիկատով, 3,000 դրամ թոշակ բարձրացնելով, անցել դրա դարաշրջանը։ Մենք ապրում ենք մի կապիտալիստական երկրում, որը գնացել է 21-րդ դար, ու ասեմ քեզ 18 թվից առեսօր թևանցում է Հայաստանը ու Հայաստանի Հանրապետություն են թևանցում հազարավոր ու հարյուրավոր պետության ամենակարևոր օղակներ ու դեմքեր, որ Հայաստանի տեղը ընդհանրապես չեն իմացել։ Իսկ ձեր իշխանությունը վարած տարիներին ոչ թե դուք իշխանություն վարեցիք, այլ Հայաստանը վարեցիք ու ոչ մի սերմ չցանեցիք, հայ մորցանած բոլոր սերմերն էլ քաղեցիք
ու տարագերաբլուրում հավերժ ննջացրեցիք այդ ժողովուրդը ժրելա այդ ժողովրդի ընտրած վարչապետը այսօր Հայաստանի Հանրապետությունը ճանաչացրել ատվե ամբողջ աշխարհով ու երկրագնդով իսկ դուք Հայաստանի Հանրապետությունը թույլ տվեցիք միայն ճանաչի Վլադիմիր Պուտինը այդ սպիտակ թուրքը ու մեր ամբողջ ունեցվածքը գույք парքի դիմաց ժառանգեցիք մեր ժառանգությունը նվիրաբերեցիք ու կտակեցիք Պուտինի վրա դրա համար այսօր քանի որ դուք զրկվել եք Պուտինի նման փալասի բարձր հովանի ներքո աշխատելու process-ից դրա համար ձեր հետադարձը վառվում է դրա համար ձեր քամակը մռմռմա թե ոնց կարեցավ Նիկոլը Հայաստանի տանջված տարապած ժողովրդին հանի ռսի տակից շպրտի ենկոմ ռսին մեր վրից այ դրանից է ձեր ворը վառվեմ ձեր ворը սիլիկոն փչեք ավելի ուժեղ ենք վառելու այս ընտրություններից հետո մեր վարած գրագետ քաղաքականության ընթացքում ձեր հետադարձը նենց է վառվելու որ մուխն ու բուղը ձեր բենով ու ականջով դուրս գա որ են ձեր ձերքը վառված ավիրված տանջված խոշտանգված ժողովրդին տեսանելի ու հասանելի լինի ձեր վառվելու ավիրվելու այն տանջվելու process-ը ոչ թե ֆիզիկապես այլ հոգեպես մենք ֆիզիկապես մարդ վառող իշխանություն չենք մենք հոգեպես ենք վառում հոգեպես այն մարկանց ովքեր 36 տարի մեզ ֆիզիկապես վառել են այսքանը ձեզ նախքին ես ձեր մնաք բարով միշտ լինեք այդ շշկոփի ժամանակ ձեր իսկ բարձր հովանի ներքո փլուզած գոմերում ու հիշեք որ երբեք ու երբեք դուք իշխանության չեք գալու դե գնացեք հանգիստ մրփեք հիմա Սամվել Կարապետյանին սատարողներ շատ ուրախ եմ որ Հայաստանում անգամ բավարարելու process-ի մեջ ջոգողություն դրեցիք չթողեցիք ոչ մի նորմալ հայի մոդիկ գա դուք հանվեցիք ձեր ընտանիքներով ձեր ձևով պարկեցիք ձեր իսկ կառավարական դաշտի դաշտանների տակը շատ շնորհակալ եմ ձեզանից բարի գիշեր տականքներ ձեզ շատ սիրում հարգում եմ իմ հետևորդներ այսքանը լավ մնացեք սրանց պետք է սեզ միշտ պորտատեղադրում անես եթե սրանց մի օր թույլ թողեցիր կուտեն մեր ժողովուրդ ջան իմ հետևորդներ ջան աստծո լնեք միշտ այսենց իրար սերու հարգանքով սիրտ ցուստանք այն ամենալավը տենանք իրարից լավ մնացեք սաղից շատ սիրում եմ բարի գիշեր հաստատ Սամվել Կարապետյանի շարասյունը այդ ադիգյոզալներից Ռուսաստանից ներմուծված այդ ադիգյոզալներով անասունները հաստատ ինձ լսեցին բայց խորհուրդ կտամ տան մոտ չգաք տունը հսկվում է աստված վկա չես հավատեմ լույսը վառեմ դուրսը աշկամը կա դες որ հսկվում է տունը ամեն ինչ նորմալ է ժողովուրդ ջան հիմա ես հանգիստ կքնեմ հանգստացա իմ հետևորդներ լավ մնացեք մեռնեմ սաղիկ